անդրադարձ էի կատարել նաև պարոն Հակոբյանի խոսքերին ուղղված նաև այն հատվածին, որոնք դեմ էին արտահայտվում թանկացումներին, նրանց անվանելով ես ներողություն եմ խնդրում, ես խուժան բառ օգտագործեցի, այդպես չէր, ներողություն եմ խնդրում, խաժամուժ էր բնութագրում այս ընդդիմախոսներին եւ երբ որ դուք անդրադարձել եք, այստեղ վարքագծի խախտում չեք տեսել, այն դեպքում, երբ նույն կանոնակարգի համաձայն 58-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել խտրական վերաբերմունք դրսևորում որևէ կազմակերպության, խմբի, անհատի նկատմամբ անկախ նրանց քաղաքական հայացքներից կամ որևէ այլ բնույթի տարբերակվող մոտեցումից։ Ինչպես? Տեղից մի արձագանք եք։ Եթե թեմա կա քննարկելու, քննարկենք, Տիկին Նասյան, բայց թողեք հարցը ավարտել։ Երկրորդ հարցը վերաբերում է հանրային ծառայության մասին օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասին, որտեղ գրված է, որ պաշտոնատար անձը, ում վերաբերյալ առկա է որոշումը, կոռուպցիայի կանխարգելման հանձնարարող եզրակացության պարծանագրված խախտման վերաբերյալ պարտավոր է ներկայացնում հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից երրորդյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի պաշտոնական կայքեջում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում։ Խնդրում եմ ասեք, արդյոք դուք մոնիտորինգի ենթարկել եք այս պահանջը կատարվել է, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, առաջին հատվածի մասով տեսեք, մենք այստեղ խոսում ենք, որ վարքագծի կանոնի խախտում երկրորդ դրվագով եղել է, ինչքան էլ որ գործընկերները կարծում են, որ դա պատմաբանական վերլուծություն է։ Առաջին դրվագը իրոք այնպիսի արտահայտություններ ուներ, որոնք շատ ավելի կոշտ էին, նույն խաժամուժ եւ այլն։ Հանձնաժողովը այդտեղ արձանագրել է, որ պարոն Հակոբյանը հայ ժողովրդի արժեհամակարգը ու մշակութային ընկալումներն է ընդհանուր ներկայացնում, ինքը տրանսպորտից այդ պահին օգտվում է, տրանսպորտից որպես օգտվող մի քիչ ավելի վերլուծությունը մենք կատարել ենք այլ տեսանկյունից, բայց այդտեղ կարծել ենք, որ քաղաքական չեզոքության հարց չպիտի առաջանա, որովհետև դա ավելի մարդաբանական վերլուծություն է, սոցիալական վերլուծություն է, ինքը տրանսպորտից օգտվելիս իրեն խանգարել են եւ այլն, ինքը այդ անձանց վարքագիծը որպես ընդհանուր եվրոպական մոտեցումներով առաջնորդվող հասարակություն դեպի գնացող հասարակությանը քննադատում է, ասում է, որ այս տեսանկյունից խնդրահարույց է ձեր վարքագիծը, ուստի այդ առումով մենք չենք դիտել, որ այդտեղ առկա է վարքագծի խախտում։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, պարոն Հակոբյանը ներկայացրել է պարզաբանում, հետո էլ նաև ներկայացրել է պարզաբանում մեզ, բայց ինչքանով ես եմ տեղյակ, դա որևէտեղ հրապարակված չէ։ Հրապարակված է, շատ լավ, ուրեմն հրապարակված։ Համեցեք արձագանք։ Տիկին Գալստյան, հատկապես այս առաջին մասը կարևոր եմ համարում, որովհետև այս քննարկումը նաև ունի, այսպես ասեմ, լուսաբանական նշանակություն էլ, նաև որոշակի առումով դաստիարակչական նշանակություն էլ այլ պետական անկախ մարմինների եւ նրանց անդամների համար։ Դրա համար շատ եմ կարևորում, որպեսզի յուրաքանչյուր բառախումբ, որ օգտագործվում է, նաև ձեր կողմից տրված գնահատականը պատշաճ հիմնավորում ունենա։ Ասենք օրինակ խաժամուժ բառը, որ օգտագործում է ընդդիմախոսների նկատմամբ, ու ասում է կարծում եմ, որ դա ընդդիմությունն է։ Այսինքն մի քանի գնահատական է սա։ Ընդդիմություն, խաժամուժ, պետության դեմ գործողություն։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ ընդդեմ են գործում այս քաղաքականությանը, դառնում են այս իրեքը, սա արտահայտման միջոց է, որը վտանգում է նաև հենց հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեկիրթ վարքագիծը։ Շնորհակալություն, ես կարծում եմ դուք բարեկրթությունով չէիք ներկայացրել դիմումը, քաղաքական չեզոքությունով էիք ներկայացրել, եթե բարեկրթությունով ներկայացնեիք, բարեկրթության նորմի շրջանակներում մենք այդ հարցը քննարկման առարկա կդարձնեինք, բայց քանի որ քաղաքական տեսանկյունից ենք նայել, դա չենք դիտել որպես քաղաքական զսպվածության պահանջի խախտում։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար Տիկին Գալստյան, ավարտվեցին հարցերը, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։